սրբազան, որ նաև հանրությունը իմանա ում մասին է խոսքը, հոգևորական, ով փախել է վիրահայոց թեմից։ Փախել։ Գիտեք, նույնիսկ օգնել են, որ նրա անվտանգ ձևով նա կարողանա սահմանահատի գա Հայաստան, ցավոք սրտի ես չգիտեմ թե մեր վեհարանը ինչքանով է տեղեկացված եղել, ինչքանով տեղեկացված չի եղել, որովհետև նրանից հետո նա նոր նշանակում է ստացել մեր Բալթյան երկրներում, բայց իր արկածների, իր խարդախությունների ու չարագործությունների մասին ուղղակի կարելի ասել մարդու մտքով չի անցնում, թե ինչ այլանդակ երևույթի հետ մենք գործ ունենք։ Նախ նրա անբարո կյանքը, որը եւ ընտանիք է քանդել այդ մասին ամբողջ վիրահայոց թեմը գիտի եւ Վրաստանի ժողովուրդը գիտեն, հսկայական մենք համայնք ունենք, դե բնականաբար նաև մեր եկեղեցին հոգևորականները գիտեն այդ մասին, քանի որ քանդել է հոգևորականի տուն։ 3 երեխաներ ունեցող հոգևորականի, որը ծառայում էր, նրա տունը մի անչափահաս աղջկա հետ նրա այդ սիրային կապը, որտեղ հայրը եկել եւ մեծ աղմուկ է բարձրացրել, հետո իր այդ այնտեղի իր այլանդակները այնտեղի Դուք սա չեք պնդում, լսել եք։ Չէ, մենք փաստերով ենք, ինչ խոսում ենք, փաստերով ենք խոսելու։ Այնտեղի այլանդակները հոր վրա են ձեռ բարձրացրել, վախացրել։ Բազմաթիվ այդպիսի էպիզոդներ կան, ես առիթ եմ ունեցել խոսելու մի մարդու հետ, ով այս հարցերի մասին բարձրացրել է վիրահայոց այդ հոգևոր թեմի կից խորհրդի անդամ է եղել, խոսքը Գոգա Էլիբեկյանի մասին է, որը նաև հարցազրույց է տվել, ես ձեզ կտրամադրեմ այդ նյութը։ Այդ մարդը, երբ այս հարցերը բարձրացրել է, իրան էլ են ծեծել այդ մարդուն, մի քանի հոգի, ժողովի ժամանակ։ Եվ նաև հարց է բարձրացրել, որ ուր է այն $1 միլիոն, որ Վրաստանի նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին հատկացրել էր Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար։ Չկա, գումարը չկա ընդհանրապես։ Անհայտացել է,